Պարոն Բագրատյան, Հովանավանքի վանահայրը Տեր Արամը կոչ է արել հավաքվել պատարագի ու այս ամենը նրանից հետո, երբ որ Մայրաթորի որոշմամբ այդ խոշտուժություններից հետո, նրա աղմկարույց հայտարարություններից հետո կարգալույց հռչակվեց։ Եթե փաստերը համադրենք, ստացվում է, որ սա այս միջադեպը, սկիզբն է կաթողիկոսին հեռացնելու են ծրագրի պլանի, որի մասին Նիկոլ Փաշինյանը դեռ վաղուց խոսում էր։ Արդյոք սա տեղավորվում է այդ շրջանակներում, այդ ծրագրում, ու Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարել է, որ ինքը մասնակցելու է։ Դուք մասնակցելու եք արարողությանը։ Նախ առաջին որ դրա ծրագրային պլանավորմանը դավադրությունների տեսությունից Դա սկիզբը կարծես լինի, ինչի մասին խոսում էին։ Այդտեղ զուտ խնդիրը է, որ Տերարամի հայտարարությանը արձագանքել, որ այդ պատրաստել հաղորդությունը պատրաստել այդ որը Հովանավան դինելու եւ այո, բոլորս դինելու ենք։ Դուք անձամբ մասնակցել եք։ Ես վստահ չեմ մարզ պետք է գնամ, պետք է փորձեմ հասցնել նրա դայան։ Իսկ հնարավոր է դրան օրինակ հետևի երթ դեպի Էջմածնի, հավաք դեպի Էջմածնում, որի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, կաթողիկոսի հեռացման պահանջով։ Նիկոլ Փաշինյանը երեք ազգային ժողովում էլի հայտարարություններ են հնչեցնում, օրինակ ասում էր մեկը խաղամոլ է, մեկը ԿԳԲ գործակալ, խոսելով հոգևորականների մասին։ Պարոն Բագրատյան, նման հայտարարությունները արվում են ազգային ժողովի քաղաքական առաջին հարթակից, բայց այդպես փաստեր չեն ենթադրում, կարծես ընդհանրապես վարկաբեկելու փորձ արվի հոգևորականներին։ Ինչ միտում ունեն սրանք ու ինչ է երկրի ղեկավարը առանց ինչ-որ փաստերի, փաստական հիմքերի, այսպես պիտակավորում հոգևորականների իրավորական երևույթներ եկեղեցի հետ կապված բազմաթիվ են, ոչ միայն հայ եկեղեցու, հայաստանյան փառաքելական եկեղեցու, այլ նաև ռոմ կաթոլիկ եկեղեցու, տարբեր հիշում եք բանկապետության դեպքեր քննարկվեցին Վատիկանում եւ այլն, այսինքն այդ տարատավոր երևույթները կան, այդպես չի որ եկեղեցին հասարակությունից առանձին է, զուտ ասած միգուցե պաշտոնական իր բանորեն անկախ են որպես եկեղեցու անդամները, հասարակության անդամներ են եւ իհարկե այդտեղ կան այդպես երևույթներ, որոնք ընդունելի չի։ Բայց Նիկոլ Փաշինյանը անում է հայտարարություններ առանց ինչ-որ փաստերի։ Կարծես ու ընդհանրապես մեղադրանքներ, վիրավորական հայտարարություններ հնչեցնի, մեղադրանքներ։ Տեսեք, դուք եւ բոլորս համացածից տարբեր տվյալներ եք նայում, չէ՞ վերլուծում եք, համադրում եք եւ կարծիք եք ձևավորում։ Հիմա այդ վերաբերյալ եկեղեցու, որոշ եկեղեցի հոգևորականների վարքի վերաբերյալ ընտանիք ունենալու վերաբերյալ եպիսկոպոսական դասի հետ կապված երկու քրեական գործերի վերաբերյալ